Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ներկայացնում եմ իմ այսօրվա հյուրին։ Դերասան, հումորիստ, սցենարիստ, մի խոսքով ամեն ինչ։ Իրան բոլորը գիտեն որպես Բոնի, բայց ինքը մեր Վահե Բեգլարյանն է։ Մի խոսքով եկեք դիմավորենք Բոնի։ Ողջույն Բոնի։ Բարև Բոնի։ Ողջույն Բոնի ջան, ոնց ես։ Լավ, շնորհակալ եմ դուք ոնց եք պարոն Ղազարյան։ Շատ լավ, բավական ժամանակ ակես չեմ տեսել։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր հանդիպումը կայացավ։ Շատ ուրախ եմ, որ իմ տաղավարի հյուրն ես։ Ես էլ շատ ուրախ եմ, որ ինձ հյուրընկալել եք։ Բոնի ջան, պատմի, մի փոքր քո մասին պատմի։ Պատմեմ, ստեղ ինչ եմ անում երևի։ Թե պատմեմ Հայաստանից, որտեղից սկսեմ։ Քո մասին պատմի, ծնվեցիր, սկսեցիր, գնացիր, եկար, առար։ Հա, ծնվեցի, ոնց որ բոլ։ 93 տվին, մոտ ցուրտ, հա։ Այդ ժամանակներն ես, հա։ Ես անում ոնց է հավես ունեցել։ Լույս չկար, հոսանք չկար, ոչ մի բան չկար, բայց Բոնի կար։ Ու ես էլ 4-րդ երեխան եմ ես, թե ինչի համար են ինձ պլանավոր է, չես հասկանում։ Հա։ Ծնվել եմ 93 թվականներին։ Զգացել եմ որ քչություն չանի էլի, լավ է, շատ լավ։ Հա, ես իրականում գոհ եմ։ Բայց լավ է ստացվել է, կարևորը որ շատ լավ է ստացվել 4-րդը։ Այն 3-ը ոնց է ստացվել։ Այս հաղորդմանը հյուր չէր լինի, եթե ինչ պետք է անդեի ես որ ես։ Բայց այն 3-ը ոնց են եղել, 3-ը լավ են ստացվել։ Հա, 3-ն է, իհարկե, 3-ն է։ Ես բոլորին ինձ մեծ են, ես ամենափոքրը, տանջված բոլորի շորերը հագած, որովհետև ոնց է, չէ, հայկական։ Մեծ աղբերը հագնում է շորը, տալիս է փոքրին, իսկ ինձ երեք հոգի։ Այդ որ ասում են թխի թոգա է հիմա իմ նուքոնն, ես էլ եմ մեր տան փոքրը, նույնը ձևով էլ ես եմ եկել։ Հա, տենց էր դե, ինչ շոր հագնում էին, տալիս էին պուջուրին, չէ՞, ես ինձ վերև 3 հոգի կային։ 3 հոգի արդեն հագել են, խաղալիքները, իրանք արդեն խաղացել են այդ խաղալիքներով։ Մինչև հասնում էր ինձ։ Բայց իրականում շատ լավ բաներ կային, որովհետև պուջուրը ոնց որ համես սիրված է լինում, ինձ ամենասիրվածը, ամենաշատ իրան էին երես տալիս։ Որ հյուրեր են գալի, ամենաշատ շոկոլադը ինձ էին բերում, ինչ որ քաղցրավենիքները բոլորը ինձ։ Տենց այդ պլյուսներ կա, որ փոքրն է լինում։ Սովորեցիր դպրոցում ու սիրում էր, սերուն էր դեպի փեմը Ես իմ առաջի եթերը, որ ես ինձ հեռուստացույցով ցույց են տվել, ես եղել եմ 4 տարեկան։ Ճստիկ-պստիկ հաղորդում կար այն ժամանակ։ Հա։ Ես այդ հաղորդմանը եղել եմ, որ գնում էին տաղանդավոր երեխեքին նկարում էին, բան ասենց ինչ-որ։ Ես էլ Մայքլ Ջեքսոն էի պարում։ Օհո։ Հա, հիմա իհարկե ոտ դախացել եմ, ընդհանրապես Հերոն Ջեքսոնից ոչ մի պարային շարժարիալ չես կարում։ Չէ։ Չէ, այ պարից շատ հեռու։ Այդ 4 տարեկանում պարել եմ ու վերջ, այդտեղա։ Վերջացին պարի կայդերն։ Առաջի եթերը տեղ է ու մենոնք սենց ինձ զգում են, որ ես շատ հումորով եմ, որովհետև ես դասանում էլ էի շատ ծիծաղացնում, բակում էլ ու արդեն սենց որ զգում եմ, որ իմ մեջ հումորը սենց շատ ուժեղ է կարա, այսի դու դերասան ես լինելու, բան այսպես բաներ են ինձ ասում մեծ մարդիկ, մենոնք որոշեցին բերեն ձեր դպրոց ինձ։ Աշոտ Ղազարյանի այդ դպրոցի մասին հիմա պետք է խոսա։ Ովքեր չգիտեն, ասեմ որ ես սովորել եմ եւ ավարտել եմ Աշոտ Ղազարյանի անվան հումորի դպրոցը։ Աշոտ Ղազարյանի ծիծաղի, հումորի եւ խոսքի դպրոց ստուդիա, տենց էր։ Այո, հիմա ցած միջև վերջից, որտեղ 12 տարեկան եմ ընդունվել։ Ու ձեր հետ սկեչերում եմ նկարահանվել։ Հա, Իմ առաջին նկարահանումները, որ արդեն ես ինձ հումորային սկեչերում կա, այդ ձեր սկեչերն են եղել։ Ու եթե օրինակ չլիներ ձեր դպրոցը, ես այս ասպարեզում հնարավոր չլինեմ, որովհետեւ Աշոտ Ղազարյանի դպրոցը բացում էր մարդկանց տաղանդները ավելի շատ բացում էր։ Մեր նպատակը համ էլ դա էր, էլի, որ մարդիկ ճիշտ։ Գիտես ինչ, օրինակ մարդ կա, որ ծնողները չեն կողնորոշում, այս երեխան ինչ կդառնա, լավ, որ ուղղությամբ կգնա, ու 1000 տեղ տանում են, գիտես, էլ սպորտի, չգիտեմ, բոքսի, էլ բասկետբոլի, էլ լողի, էլ դաշնամուրի, էլ ակարդեոնի, էլ գիտարի, էլ չգիտեմ ինչ, բարի, երգի, բան այս երեխան չի ման միշտ առա, այդ սխալ է։ Իսկ մեր մոտ կարողանում են կողնորոշվել։ Մենք օրինակ զգում ենք, որ այս մերն է, կամ զգում ենք, որ այս մեր հետ կապ չունի։ Հասկանում ես, որ ես մի անգամ նույնիսկ պատմել եմ, բերեց մեկը երեխան, ասենք լավն է երեխան շաստ։ Հիմա բերենք մի հատ լսենք, բաբտի բերելա մեր դպրոց ընդունի ու ասի մի հատ արտասանի մի բանաստեղծություն ասեն։ Երկին մանուկ այլ կանի արևար բանը դիրում էին կադի ողբանման նա։ Արա լեզվի արատուներս մարդը փոխեց խոսալով, բան վերջը դուրս եկանք, մորը ասեցինք
չենք կարող ձեր երեխան ընդունել, ինչի, ասենք որ լեզվի առատու ասեց, ինչ եք ասում, մեր ցեղում ընդհանրապես դե բաց չի եղել։ Հասկանում ես, դες կա այդ բառը պետք է իմանաս, որ ինչի համար այս բերել, կամ մեկը բերել էր, ասում եմ, բայց ինչ գիտեք, իր մեջ դուք զգում եք, կա ինքը ունի այդ բաները, որ կարա դերասան դառնա կամ բան, ասում անեց կապիկություններ անում։ Ասի դուք այդ դեպքում պետք է գազանանոց տալեք, ոչ թե ստե բերեք կապիկությունը, որ իրաց թվում որ կապիկությունը արդեն դերասան է, էլի։ Հա, շատ մարդիկ է տենց մտածում, որ գիտեն այդ շատ հեշտ բան է, բայց իրականում շատ դժվար բան է հումորը։ Ու ամենակարևորը ծնողի համար եւ երեխան ճիշտ գտնեն, Աստված ինչի համար է իրաց ստեղծել, այդ ուղղությամբ էլ գնան։ Ու կհասնեն արդյունքի։ Եթե պետք է լիներ լավ դասատու, տնում դառնա վատ դերասան, պետք է լիներ լավ դերասան, գնաց եղա վատ հաշվապահման, ու դից սխալ է դասավորում կյանքն է։ Լավ, հիմա ես ուզում եմ դպրոցից երկու բան ուզում եմ պատմել, ինձ էլ հետաքրքիր է, ինչ է մնացել քեզ այդ դպրոցից, ինչ տվեց քեզ։ Դպրոցից ես հիշում եմ, գիտեք, որ ովքեր էին գալիս համել մեզ հյուր։ Ես հիշում եմ, որ դերասան են Լևոն Հարությունյանը մի օր եկավ ու ինձ ինչ որ դեր պիտի խաղայի, հենց դասարանում, ոչ թե նկարահանում էր, սենց կանչել էիք ոնց որ մանրապատում խաղայինք Լևոն Հարությունյանի հետ ու ես սենց կանգնած ինչ որ մանրապատում ու Լևոն Հարությունյանը սենց սկսեց շամպես հաճալ։ Ու բաղցնում էր դասարանի բոլոր երեխեքին։ Ես շատ հաճախ հրավիրում էի հայտնի երգիչների դերասանների, որ իրանք պատմում էին, որ դերասան դառնալու ինչ պետք է անեմ, մենակ սիրելը քիչ է, դե աշխատես, պետք է կարդաս, պետք է նայես շատ, հետաքրքրվես շատ, դա չի որ միանգամից դարձա դերասան։ Մի խոսքով իսկապես իսկ Լյովայի մասին խոսքը գնաց իմ ամենասիրված դերասաններից մեկն է եւ իմ ամենալավագույն ընկերներից մեկը, որովհետեւ պարզ հոգի, մաքուր մարդ, հումորով մարդ, տաղանդավոր դերասան, նվիրված ընկեր, էլ ինչա պետք։ Ողջույն Լևոն Հարությունյանը, եթե դիտում ես։ Դու միջև իմ դպրոց գալը սովորել բան, միջև այդ մասնակցել էի, որ խմբակ կա կամ դպրոցում կա կամ չգիտեմ որ։ Չէ, մենակ եղել է ճստիկ-պստիկը, հետո ավարտելուց թատերական խմբակ բան։ Չէ, ավարտելուց հետո արդեն ռեժիսուրա եմ ավարտել, սովորել, քոլեջում եմ սովորել, մշակույթի պետական։ Հա։ Աքսել Բակունցի ժամանակ։ Այն ժամանակ Նադեժդա Սարգսյանն էր տնօրեն։ Հա, Նադեժի մոտ, հա։ Այնտեղ եմ սովորել ու արդեն սովորելու հետ միաժամանակ համել աշխատում էի, արդեն վիտամին ակումբը կար, 32 ատամը կար, հետո վիտամին ակումբը կար։ Ու տենց արդեն սենց համ նկարահանվում էի, համ սովորում էի։ Այդ շատ լավ է։ Հա։ Մտքովդ անցել եմ մի հատ ինքդ դու տենց հումորային մի հատ ներկայացում անես, կամ դու ինքդ սիթքոմ մի հատ մտածել հավաքել կողքը դերասանների ու անես։ Ես իմ հենց ներկայացումը ունեմ Հայաստանում, բայց ես Ինչա ստենդափ։ Հա, ստենդափ, հա, ստենդափ ժանրի է լրիվ, ոչ թե ներկայացում, այլ ստենդափ է։ Մի քիչ տարբեր են ներկայացումն ու ստենդափը, այսինքն չկա երաժշտություն, չկա ինչ-որ կերպարային ուրիշ մարդիկ, մի հոգի է ու մենակ միկրոֆոն տենց։ Բայց ես երբ որ գալիս էի այստեղ, այս հաղորդմանը, մտածում եմ, ասում ինչի իմ սենսեի հետ, ասենց ասած, մի հատ ներկայացում չանենք։ Աշոտ Ղազարյանն ու Բոնին, ինչ հետաքրքիր կլինի օրինակ։ Մտածել ես տես, բա։ Մտքովս անցել է։ Իրար հետ մենք մի հատ ներկայացում կարելի է շատ ասենց համ սերունդների բախման մասին կարա լինի օրինակ։ Ես գիտես մտածել եմ, ես էլ եմ տես մտածել, կոնկրետ քո մասին չէ, բայց մտածել եմ, որ որևէ մեկի հետ մի հատ մեր հումորը ու այսօրվա հումորը, հետո դրանց տարբերությունը ու բան։ Ոչ միայն հումորը, լիքը բաներին օրինակ մենք ուրիշ ձև ենք նայում։ Երեք այսօր էլի։ Հա, մենք ուրիշ ձև ենք օրինակ լիքը հարցերի նայում, մեզնից տարիքով մեծերը մի քիչ ուրիշ ձև են նայում։ Ու դա sense համ քննարկելու, համ sense հումորին տալու բան այն հետաքրքիր կարելի է։ Շատ հետաքրքիր միտք է, շատ ասում եմ, ես էլի մտքով էլ թեթևացել եմ։ Կարելի է դա իրագործել ու կարող ենք իրար հետ անել ու շրջագայել աշխարհով մեկ։ Ուրեմն արի կպտենք այդ գործին։ Հիմա ընդմիջում տանք, այսինքն մի քանի րոպեով, որովհետև մեզ մոտ գովազդ է, որից հետո կանցնենք մեր խոսակցությանը, մեր հետաքրքիր զրույցին։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ աշակերտի հետ, իմ Վոնիի հետ։ Գովազդը արդյունի եթերում։ Armflix Media հարթակը շարունակում է նոր նախագծերով իր հաղթարշավը, նաև ձմեռային եթերաշրջանում։ Դեկտեմբերի 1-ից ամեն երկուշաբթի եւ կիրակի Armflix-ում շարունակվում են սիրված եւ սպասված դասամիջոցի նոր սերիաները։ Երեքշաբթի եւ հինգշաբթի Armflix-ում մեկնարկում է Միացյալ Նահանգներում նկարահանված Նմանակները նոր հումորային սերիալը։ Կայսրության թևերը 2
նոր հեռուստասերիալը, նկարահանված 3 մայրցամաքներում։ Դեկտեմբերի 1-ից կարող եք դիտել ամեն չորեքշաբթի միայն Armflix-ում։ 5 շաբթի եւ ուրբաթ օրերին Armflix-ում շարունակվում է Vendetta հեռուստասերիալը։ Բարձր ռեյտինգներով, անհավանական զարգացումներով, լարված ու դրամատիկ սյուժեով։ Դեկտեմբերի 1-ից օրական մի քանի նոր կոնտենտ դիտում եք միայն Armflix հարթակում։ Կամներ ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Բոնիի հետ։ Բոնի ջան, դու ինչքան գիտեմ իմ դպրոցը ավարտելուց հետո կարծեմ գնացիր կրկեսային ստուդիա էլ չէ, այնտեղ էլ սովորեցիր աշխատել։ Դու այդտեղ ոնց էր, ինչի գնացիր օրինակ, ինչ կապ ունեիր դու կրկեսի հետ։ Ճիշտ ասած չեմ էլ հիշում ոնց է ստացվել գնալը, ոնց ենք որոշել, որ ես պիտի գնամ կրկես։ Միգուցե ցենց ավելի ճկուն բաներ սովորելու համար, կարող է տենց, որովհետեւ 13 տարեկանում եմ գնացել կրկես ու բայց բավականին շատ ընդունակ է ես հիշում եք։ Ինչ, որպես ինչ էր, աճպարար։ Ժանգլյոր, որպես հա, հայերեն ժանգլյորը։ Աճպարար, հա, աճպարար։ Ձեռնացու։ Ձեռնացու։ Այո։ Աճպարը երևի ֆոկուսնիկն է, չէ՞։ Հա։ Որպես ձեռնացու ու համել sense ծաղրացու, բայց ծաղրացուն այդքան սրտով է շել։ Ձեռնացու ավելի շատ ինձ այդ sense տրյուկներն էր հետաքրքիր։ Աճ ելույթներ բան ունեցար, հա։ Բանը ունեց մենակով չէ, բայց մի քանի հոգով հենց առաջ ամիսը, երբ որ ես գնացի սովորեցի sense շատ կարճ ժամանակում այդ 3 գնդակով ժանգլյորություն անել Սոս Պետրոսյանը եկավ ասեց, «Էս ինչ տաղանդավոր երեխա է, ասեց ինչ շուտ սովորեց, ասեց արեն այնք անելու»։ Քեզ ասի լուրջ, ասեց հա այնտեղ որովհետև մարդիկ են որ շատ վաղուց են գալի, բայց արենա դուրս չեն գալիս։ Ես այդ ոնց որ շատ արդեն ելույթ ունենում էիր, հա։ Մի ամիս էր գնացել Սոս Պետրոսյանը ասեց շատ տաղանդավոր երեխա է, շատ տաղանդավոր երեխա է, ասեց արենա կարելի է հանել։ Ու տենց արենա էլ դուրս եկա։ Փաստորեն դու տաղանդավոր ես եղել։ Փաստորեն։ Բայց 3 ամիս եմ գնացել կրկես, 3 թե 4։ Ես հիշում եմ, հետո որ իմ ականջին հասա որ Վահե դեմախ բոնի չէր, դու Վահեն էիր։ Վահիկը գնացել է կրկես, ասում եմ, բայց այդ տղան շնորհքով տղա էր, լավ հումորով տղա էր, ինչ կապ ուներ, ինչի կնա չհասկացա։ Այսքան տարիներ մնացել այսօր այդ հարցը տվեց էլի, փաստորեն։ Եվ ուրեմն ելույթներ ունեցար։ Շատ չէ, մի քանի անգամ եմ ելույթ ունեցել, հետո դուրս եմ եկել ու ես այդ ժամանակ համ կրկեսում, երբ որ կրկեսում ես, հետո նորից եկա ձեր դպրոց, ես տենց ա եղել իմ մոտ։ Նորից հետ եկար։ Հա, ոնց որ ես արձակուրդներին եմ գնացել կրկես։ Հա։ Կարծեմ, ինչ որ որովհետև ես այդ ժամանակ չէի գալիս դպրոց, գնում էի ցիրկ, հետո ցիրկը 2 ամիս գնացել եմ 3 ամիս ու եկել եմ նորից դպրոց ու ներկայացում եմ ունեցել ավարտական, որ հենց ծաղրացու էի, որ գնդակներով բանով։ Հա, հիշում եմ։ Ելույթ եմ ունենում, որովհետև այդ ինտեղ էի սովորել արդեն։ Հիմա էլ եթե գնդակներ լինեն, մեծ մոռացա հետս բերեն։ Ոնց ուրեմն դու հետո նկարահանեցիր մեր բակը սերիալում, որոշեցին, չգիտես ինչու, որ մեր բակը սերիալ պետք է լինի, բայց դե չգիտեմ, մենք բոլորս էլ մի տեսակ էինք տային, որ ոնց կարող է մեր բակը սերիալ լինի։ Ես էլ Լալան էլ Երջանկայի շատակ, այդ լավ ընկերը, թանկ ընկերը եւ Հրանտը մտածեցին, որ մեր բակը սերիալ ոնց կարող է լինի։ Բակը հենց պետք է լիներ մեր բակ էլի, ուղղակի։ Հետո շատ ավել կերպարներ դու էլ կայր այնտեղ այդ բոնի այդ անունը տեղից է։ Հա, հենց տեղից է եղել։ Ով դրեց այդ անունը։ Քեզ այդ կերպարով էիր բոնի, թե։ Բանով էր այդ։ Ինձ 32-ում, երբ որ մեր բակ սերիալը չկար։ Ինձ 32-ում ասում էին մազերս որ երկարել էր, ասենց այսքան չէր, ավելի շատ երկար էր, ինձ ասում են ոնց Բոնիեմ խմբից լինես, Բոնիեմ խմբից լինես։ Այ Բոնիեմ են տղեն որ։ Հա, ինձ ասում են հետո սկսեցին ասել Բոնի, մինչև նկարահանումները սկսել եմ մեր բակի։ Բայց արդեն որ հետո նկարահանումները սկսեց մեր բակի սերիալում էլ ինձ ընդգրկեցին, ասեցին որ դու էլ պիտի լինես, բան։ Ասեցին անունը ինչ կարելի ու մտածեցին ես Բոնի, ասեցին, դավայ ու Բոնի։ Ու բեմական անունս Դարավոնի 32-ից արդեն վիտամին։ Քանի սերի ահագին չէ նկարել։ Հա, ահագին նկարեցին, երկար։ Այս երկար մենք չմնացինք, Հրանտը մի 10 սերիայից հետո դուրս եկավ։ Հա։ Հետո որից հետո ես մնացի մի 2 սերիա, ես էլ դուրս եկա, Լալան միջև վերջ մնացել։ Հա, հետո բայց փակվեց։ Այդքան ոնց որ լավ չէինք զգում այդ երկուսս էլ, հետո այդքան մեր բակի հետ ոնց որ կապ չուներ, այդ ուղղակի վերնակիրն էր մեր կապ, մի քիչ շատ շեղված էր բաներ։ Հա, պատմությունները ուրիշ տեղ էին լրիվ։ Հա, էլի, հա։ Բայց Լալան մնաց, շարունակեց մինչև վերջ։ Հիմա ինչով ես զբաղվում, Գեր ջան։
Հիմա Women's Club-ով եմ զբաղվում, Women's Club-ի սցենարիստներից եմ ու Women's Club-ի նկարահանումներ, հետո սիթքոմներ։ Նստում գրում եք, դու էլ նստում գրում ես։ Հա, սցենարիստներից մեկը ես եմ։ Սիթքոմների առաջարկներ լինում, վերջերս սիթքոմ կար, որը արդեն նկարահանվել է, վերջացել է, ես եկել եմ Ամերիկա, բայց եթերով գնում է հիմա։ Իմ ներկայացումը։ Որ բանում է։ Armenia TV-ով է։ Armenia, հա։ Armenia TV-ով է գնում ու Մենչի նկարածն է։ Չէ։ Պրոդյուսերը Վահանն է Թովմասյան։ Հա։ Տենց։ Դերասանները Ալբերտը Սաֆարյան։ Հա։ Մեր ընկերները բան։ Բավականին սիրված սիթքոմ է։ Գիտեք, խորհուրդ եմ տալի կարակ նայեք պարոն Ղազարյան։ Չէ։ Խորհուրդ եմ տալի կարակ նայեք։ Ապայում դի նայեմ, դե հետ ոնց է կոչվում։ Օպերացիա Հովաշեն։ Հա։ Երևանի ջան, այսքան ծրագրեր։ Այդ ապագա ծրագրերից մեկն է, որ ես ու դու պետքա բեմ դուրս գանք։ Հա, այդ ինձ թվում է ովքեր համաձայն են այդ մտքեր, խնդրում կոմենտներում գրեք, տենանք ինչքան մարդ կուզի։ Հետաքրքիր է, համել մարդկանց կարծիքը կիմանանք։ Հին ու նոր բախում։ Ուսուցչի եւ աշակերտի։ Հա, այդ սերունդների բախումը կարա լինի օրինակ ներկայացման անունը։ Կամ ինչ-որ տես այդ sense մոտիկ անուն լինի։ Հա, էլի, դեք չէ, անունը ախար միշտ իսկական ֆիլմերում կամ բաներում վերնագրերը վերջում են դատում, վերջում է երևում ոնց պետք է։ Հիմա նայած ինչ ուղղությամբ կգնա, այս արդեն հարմարել վերնագիր կդրվի։ Իսկ թվում է իսկապես շատ մեծ ճանապարհ ունենալու մեծ ընդունելություն, որտեղ հետաքրքիր թեման հետաքրքիր է։ Հա, ինձ էլ է տենց թվում։ Դե հիմա թող մեկ ուրիշն էլ գնա իր ուսուցչին գտնի ու իր արեք բանան։ Որտեղից դի գտնի ու դի։ Այստեղ միշտ ոչ չկա էլ տենց մարդիկ։ Որը դու իսկ բան հիմական ֆիլմերի, սերիալների չեն հրավիրում քեզ։ Հրավիրում են։ Լուրջ ֆիլմեր, ասենք գեղարվեստական ֆիլմերի կամ սերիալների կամ ներկայացման հրավիրում են թատրոնը։ Ներկայացման եղել է, որ հրավիրել են, ես չեմ ուզել, որովհետև տենց կերպարը իմ ուզածով չի եղել։ Իսկ տենց գեղարվեստական շատ լուրջ ֆիլմի առաջարկ դեռ չեմ ստացել։ Դրա համար եմ եկել Ամերիկա, որ ստեղի Հոլիվուդի առաջարկ ուզում եմ Կրիոսնի ածեցում խաղամ։ Ում դերը հետաքրքիր է, հենց իրա։ Հա, հենց Կրիոսնի ածեցում։ Հենց կնքահայերի դերը ես խաղամ։ Քսած ինձ թվում է, մազերը սենց հետ սար։ Շատ լավ է։ Հետաքրքիր կլինի։ Հիմա իսկ բանը դու առաջարկներ ստանում ես պատվերներ գրելու։ Դուք ստանում եք սցենար գրելու։ Իրականում ես սցենար գրել։ Թե մենակ ձեր համար եք գրում։ Սցենար գրելը այդքան էլ չեմ սիրում, որովհետև սցենարիստի գործը ասես մի տեսակ անշնորհակալ գործ է, մի տեսակ sense բան կա մեջը։ Գրում ես, ուրիշը դառնում է հայտնի, երբ որ դու քո համար չես գրում։ Տես ես օրինակ իմ համար եմ գրում, դա լավ է։ Կամ ասենք, չգիտեմ, ինչ որ պրոյեկտի, որի մեջ ես էլ կամ։ Բայց երբ որ ես գրում եմ ինչ որ մեկի համար, այդ ինքնին sense պետք է օրինակ Հայաստանում սցենարիստները sense բան կա։ Սցենարիստները քիչ են բարձրատրվում։ Օրինակ աշխարհում ես այս վերջերս նայում էի Սիմփսոնների սցենարիստները ինչ գումար են աշխատում, Սիմփսոնների սցենարիստները։ Այդտենց ահռելի գումարներ չկա աշխարհում երևի։ Գիտես չէ որ անցյալ տարի այստեղ սցենարիստների մեծ ցույցեր արեցին, բան որ իրանց կրճատում են ու շատ քիչ են բարձրատրում, ուղղակի ժամանակ սցենարներ չէր գրվում, չէին անում։ Դուրս էին եկել բոլոր այդ կինոստուդիաները, այդ սցենարիստները ցույցերի ստեղ ես ինչքանով։ Իրականում այտենց խնդիր կա, որ ֆիլմերում էլ ստեղ էլ է այտենց, չգիտեմ, օրինակ Թոմ Կրուզի համար կինո է նկարում, Թոմ Կրուզը ծեծում է բոլորին, բան ասած ինչ որ ֆիլմում գնում է ես ումից վրեժ ալուծում, բոլորը ասում են մալացես Թոմ Կրուզին, բայց սցենարիստն է այդ գրեն, սցենարիստին պետք է ասես մալացես լավ է գրել, այս լավ խաղում է։ Մարդիկ ասում են Թոմ Կրուզը մալացես, բայց սցենարիստի ստեղ մի քիչ գնահատված է համեմատաբար, բայց էլի կա այդ խնդիրը։ Բայց այնքան հետաքրքիր սցենարներ ա գրվում, այնքան հետո անսպասելի չես պատկերացնում, որ հիմա այս բանը պետք է լինի, էլի կան սցենարներ, որ սկիզբը սկսում ա կինոն, համարյա վերջը գիտես ինչով ավարտվելու, էլի։ Համարյա մոտավորապես գիտես, թե սրա ավարտը ինչ է։ Բայց կա էլ որ անենց անսպասելի, անենց անցումներ ա լինում, որ ապշում ես ուղղակի։ Իրոք շատ հետո ռուսական լավ սցենարներ էին գրվում էլի ժամանակին դիմել, ասենք ինչ ֆիլմեր կային, ասենք Ռյազանովի նկարած ֆիլմերը, բաները շատ հետաքրքիր ֆիլմեր էին։ Ես օրինակ ռուսական կինեմատոգրաֆիայից այդքան մոտիկ չեմ շատ նայում ռուսական։ Հրաշք են, իրանց կինոները մի քանի հատ նայել եմ իրականում, բայց ավելի շատ ինձ
ֆրանսիական, ամերիկյան այդ ֆիլմերն են դուր գալի։ Չէ, Ես վերջերս կորեական ֆիլմեր եմ սկսել նայել։ Ռուսները հետաքրքիր շատ հետաքրքիր ֆիլմեր ունեն շատ։ Նույնիսկ իրանց մուլտերը շատ լավն էին մուլտերը։ Մինչև հիմա էլ մեծ հաճույքով Հա, մուլտերը նայել եմ։ Մուլտերն էլ, իրանց ֆիլմերն էլ հրաշք ֆիլմեր ունեն, այն մարդ Մոսկվա слезам не верит, Մոսկվան արցունքների չի հավատում, դու այն գարաժը, դու ծառայողական ռոմանս, դու չէ, հրաշք ֆիլմեր են դրանք, ոնց կարելի է։ Որ ժամանակ էլ որ տարի ավելի ուժեղ է եղել ռուսական։ Որ ժամանակ, հա դե հիմա հիմնական իրանց մոդել սերիալները ու ծեր կրակոց ու բան համարյա նույն բաները կրկնվան կրակոց, եկանքացին բառին, հետո այն մյուսին տարան, հետո բարձվեց ինքն էր մեղավոր, սրան տարան խփին, բան մի քիչ հետո դաժանությունը շատ կա, ես չեմ սիրում արվեստում դաժան։ Արվեստը ստեղծված է դրա համար, որ բարիություն այ մարդ քարոսի, որ բարին տեսնեն մարդիկ, ուրախը տեսնեն մարդիկ, լավը տեսնեն մարդիկ, սովորեն մարդիկ այդ դրանցից, ոչ թե տվեց, կրակեց, գցեց այն դուռը, փակեց, այս լեզուն բերան կապեց։ Արի անցնենք գովազդի, որտեղ սեն շատ կխորանանք։ Հա, տխուր բաներից ենք արտախոս։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդենի եթերով, որից հետո կշարունակեմ զրույցս Բոնի հետ, որը տեսնում եք ինչքան հետաքրքիր ու լավ է գնում։ Բոնի ջան, քո թույլտվությամբ գովազդի արդենի եթերով։ Ոչ մի խնդիր։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում, Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Բոնիի հետ։ Բոնի ջան, ես գիտեմ, որ եկել եք ելույթներ եք ունենում ու գովազդի կարիք էլ չունեք, որովհետև համարյա որն է բոլոր տոպսերը վաճառված էին, թե նախկինի, թե նորն էլ պետք է կրկնվի։ Ես ուզում եմ քեզ մի հարց տալ, դուք շատ լավ սկսել եք վիտամին ակումբը, շատ լավ գնաց, շատ լավ ընդունելություն, մեջ ասպարեզ, աուդիտորիա, դիտորդների, լսողների, ձեր երկրպագուների, հետո ընդհատվեց, չհասկացանք ինչու, հագվեց դա։ Ու հիմա որոշել եք ու դրանով աշխատում եք։ Ով եղավ, ով մտածեց, որ եկեք նորից սկսենք ու աշխատենք, ինչ վատ է, որ ով եղավ։ Իրականում թեման շատ վաղուց կար, դե 10 տարի արդեն վիտամին ակումբը չկա։ 10 տարի։ 15 թվին էր վերջի վիտամինը։ 10 տարի չկա ու այդ ընթացքում արդեն մի 3 տարի առաջ էլ անընդհատ քննարկում էր, կարող է վիտամին անենք, կարող է վիտամինի համերգ լինի, ինչ հավես կլինի անենք։ Երբ որ գալիս ենք դաժե այստեղ համերգների Women's Club-ով, բան, ասում ենք կարելի է նաև վիտամին անել, մարդիկ ուզում էին, սիրում էին։ Women's Club-ով եկաք գնացիք, չէ՞։ Հա, Women's Club-ով ենք, շատ ենք եկել։ Հա։ Ու ոնց որ sense անընդհատ այդ թեման, sense բայց քանի որ մարդկանց զբաղվածությունները բոլորը զբաղված են, մեկը մյուս պրոյեկտով, մեկը համերգով, մեկը բան, sense հավաքվելը չէր լինում, չէր ստացվում։ Տենց ինձ առաջարկել է Ռոբը, մեր սցենարիստներից, համ Women's Club-ի սցենարիստներից, համ այս համերգի կազմակերպիչն է։ Ինձ առաջարկել է Ռոբը, տենց ես շատ ապշե չգիտեի, չէի մտածում որ պիտի լինի համերգ, զանգ ստացա, ասաց sense համերգը լինելու լուրջ ու իմ համար էլ էր անակնկալ ու ոնց որ ժողովրդի համար էլ։ Դրա համար տենց հետագայում արդեն ստեղից հետո չգիտեմ դեռ ոնց է լինելու Հայաստանում կլինի։ Հայաստանում չեղաք դուք այս ծրագրով։ Հələ որ չէ։
դեռ չենք եղել, բայց հնարավոր է լինի։ Չգիտեմ, էլի ոնց որ կախված է մեր զբաղվածություններից, մեկի համերգներից, ոնց է շատ մարդ կա որ ստեղ ապրում, մարդ կա այնտեղ ապրում, մենք այնտեղ ենք ապրում, օրինակ մարդ կա ստեղ ապրում, այդ հավաքվելը էլի բարդ է։ Բայց տեսնենք ոնց կլինի։ Դե Աստված թող հաջողություն տա։ Լավ կլինի, որովհետև հետաքրքիր բաներ էի կանում, կար հումոր կար։ Կլինում են մեկ բաներ, որ տեսնում ես, ասում ես, ինչ են ուզում ասեն, օրինակ լավ։ Բայց չէ, դուք ասելիք ունեիք ու հետաքրքիր էր ու իսկապես լավ մեծ աուդիտորիա ունեիք լսողների, դիտողների։ Եկավ են մասը, որ հիմա պիտի դու պատմես մեր քո կյանքից հետաքրքիր պատմություններ, իրական պատմություններ, պիտի պատմես մեր քո անեկդոտ, եթե չպատես, ես շատ խիստ կվիրավորվեմ։ Իրական պատմություններ շատ ունեմ, բայց անեկդոտ դժվար է։ Լավ, իրական բաներից պատմեմ, ստեղի եղած ինչ ա եղել։ Հա, մի երկու հատ պատմես։ Ստեղ Universal Studios եղել եք, Universal Studios ատրակցիոնները որ կա։ Ուրեմն գնացել ենք ատրակցիոններից մեկը նստելու, այնտեղ էլ սենց այդ երկաթը սենց գալիս է ու սենց փակում է քեզ, որ չշարժվես։ Հա։ Բայց այդ գալիս է այնքան, ինչքան որ դու քո չափն է, օրինակ եթե սենց լիքոտ եղար, գալու է ստեղ մնա։ Ու իմ շարքում նստել էր մեր Women's Club-ի Մաշան։ Ու սենց եկել է երկաթը, ու Մաշան չի թողում, որ երկաթը էլի գա իմ մոտ։ Ու սենց իմ մոտ այսքան տարածություն ա, ոնց է ու ես մտածում եմ, սա կընկնեմ։ Ուզում եմ միջև ուզում եմ ասեմ, որ ես հերոյ ա բան աշխատողի, եկեք սկսում ենք գնալ ու ես սենց բռնված ինչքան ուզում եմ ձինք ես ոչ թե վախում եի արդեն այդ նկարներից, բաներից, այլ վախում եմ, որ չընկնեմ մեջից։ Ստեղի ատրակցիոնները շատ հետաքրքիր է ու շատ խնդալու է, երբ որ նստում ես մարդու հետ, ով որ վախում է այդ ամեն ինչից։ Ես օրինակ այդքան չեմ վախենում։ Այդ բարձրանալ իջնել, այդ բարձրությունից չեմ վախում, իմ մոտ չկա այդ վախը այդքան։ Բայց երբ որ դու նստում ես մի մարդու հետ, ով որ վախում է, այդ ժամանակ շատ ծիծաղ է, որովհետեւ ոչ թե դու նայում ես այնտեղ, դու նայում ես իրան ինքը ոնց է գոռում, հա։ Ոնց ինքը ոնց է մտածում, սա մեռնելու է ասած։ Ուրիշ ինչ պատմություն ես պատմել։ Ուրիշ ստեղի հա, մի հատ բան պատմում, ուրեմն երբ որ 20 թվին է եկել, մի անգամ էլ է եկել կորոնայի ժամանակներն էր։ Քիչ մարդիկ այն դուրսը, բաց նոր սկսում էր կորոնան։ Մի օր sense հերթի մեջ կանգնացեմ, գնացել ենք fast food ուտելու։ Sense հերթի մեջ կանգնացեմ ու տանում եմ երկու հայ են։ Ու sense երևում է որ հայ են, էլի շատ sense միանգամից ակնհայտ է որ հայ են։ Կոշիկներից, հակացից sense երևում է որ հայ են ու sense ու ինակին sense նայում է sense բան, մտածում եմ ճանաչել է երևի sense ձեռով եմ անում բան, ես sense թարս նայում է ինձ։ Սում երևի չճանաչեց կամ sense բախեր տենց նայում ու այդ պահին գալիս է պոնչնա կողքս կանգնում։ Սենց երկու սանգամ ես տղեն սամ, արա, սենց արագ գալիս սամ, ախպեր, ինձ ասում, ասում նոր քեզ տեղը բերեցի, որ դու դերասան ես, ասում նոր որ նայում եմ, ես գիտեի Մեքսիկ ես, իրար հետ ենք նստել, ասում նոր եմ դուրս եկել ջեյլից, ինձ է որ տեսել է, գիտեի Մեքսիկ եմ, սենց կանգնած եմ, բամ ու ձեռով եմ անում, հիմա պոնչեկիլա նոր ճանաչել է, որ ես դերասան եմ։ Արի դու երկու հատ անեկդոտ պատմիր։ Ես անեկդոտ հումորիստ մարդ ես։ Հումորն է, ոչ հնարավոր չի։ Ես օրինակ, բայց նայ, այսքան ժամանակ հումորի մեջ անեկդոտից այնքան թույլ եմ եղել, միշտ հիշելը։ Հավատաս հրանտն էլ չի պատմում։ Հա, ես ու հանկարծ բան են գնում, ասում են մի բան պատմում, ասում Աշոտ է, այդ գործը հա, Աշոտ է։ դուք դրա դուք ոնց եք այս տարիքում այդքան հիշում, ես կրկնակի փոքր եմ ձեզից, բայց չեմ կարող։ Ես հազարավոր անեկդոտներ։ Հա, ես մի հատ կարամ ասեմ, գժանոց անեկդոտ բան է, որ աղջիկը զանգում է տղուն, ասում է ոնց եմ քեզ սիրում։ Տղուն դեցում է, ոնց եմ քեզ սիրում, ոնց գիտի երգում է, էլի։ Բայց մի հատ էլ գիտեմ, որ մի աղջիկ։ Այդ երկուսը գիտես։ Հա, երկու հատ եմ հիշում իմ։ Մեջդ մի բայ, խոսա ասա թո դուս։ Որ մի աղջիկ գնում է կարի արեստանոց, ես կարողին ասում է կարակ, ասում է իմ համար յուբկա կարեք, ասում է մի 40 սանտիմետրով, ասում է բայց նենց կարեք, ասում է որ ես չաշկեքը սերև է, ասում ես չաշկեքը սերև է, ես կարող ասում է ցավը տանեմ, ասում է կարամ 20 սանտիմ կարեմ, ամբողջ սերվիզը տերև է։ Շատ լավ է։ Ուրիշ որևէ բան չունես պատմել։ Չէ, ես անեկդոտներից հիմա ինչ իրական, ես երբ որ դու գաք Հայաստան, ես դες հրավիրում եմ իմ ներկայացմանը, երբ որ հələ օրը չկա չեմ դրել, բայց կգաք այնտեղ այնքան իրական պատմություններ ունեմ,
այնքան sense ծիծաղալու։ Չես ուզում դրանցից որը մեկը պատմես։ Պատմեցի արդեն, մի երկուսը պատմեցի։ Հա։ Հա, մնացածը գախնի։ Այդ քո stand-up-ն, որ բոլորը չիմանան, թաքուն ձեզ կպատնեմ։ Շատ եմ ցավում Բոնի ջան, բայց մեր զրույցը ավարտվեց, որտեվ հեռուստատեսություն, ժամանակ, գիտես, ամեն ինչ սահմանափակ է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ու անհամբեր սպասում եմ այն օրվան, որ երկուսով բեմ կդուրս գանք ու խոսենք ինու նորի մասին ու դրանից ժողովուրդը շատ կուրախանա, շատ կծիծաղի։ Այնքան ուրախանա ու ծիծաղ, որ բերանը բաց տուն գնամ ծիծաղելա։ Ես էլ այդպես մտածում, եթե համաձայն եք, կոմենտներում գրեք, որ տենանք ինչքան մարդա ուզում։ Այսինքն ցանկանում են, ուզում են մարդկանց այդ դուրա գալիս էս մեր իդեան, չէ՞, մտահղացումը։ Դե հաջողություն քեզ միշտ ու սպասում եմ որ հարսանիքիդ էլ գամ լավ քեֆ անեմ։ Եղավ։ Այդ դրա մասին չխոսացինք որ Հա։ Էլ եմ գալու Էդ Ամերիկա։ էլ արա թո կոմենտ անեն ով ուզում։ Ով ուզում որ ես ամուսնանամ։ Ահա։ Եթե ծանոթ աղջիկ ունեք իմ համար Օնլայն ուղարկեք։ Դե լավ, շնորհակալություն։ Ապրես որ Ձեզ շնորհակալ պարոն Ղազարյան։ Մերսի տակ։ Լավ աշակերտ։ Հաջողություն։ Հաջողություն բոնիցը։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր իմ աշակերտը, ժամանակին իմ աշակերտն էր ու հիմա ուրախ եմ, որ ագին առաջ է գնացել հումորի ասպարեզում ու ուրախացնում է մարդկանց։ Հիմա ասեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Շատ են դուր գալիս ինձ այս խոսքերը, ասում եմ մի կորցրեք այն մարդկանց, ովքեր ձեր անունն են շեշտում իրենց աղոթքներում։ Այսքան բան բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ, լսում եմ։ Լավ չեմ բժիշկ։ Ինչ ա եղել։ Այս օգությունս լավ չի բժիշկ ջան, տեսակ։ Ինչքան ժամանակ է։ Ինչքան ինչ, արդեն մի 2 տարի կլինի։ Իսկ քանի տարեկան եք։ 76։ Դե հնարավոր է տարիքից լինի, բայց լավ, եկեք մի հատ նայենք։ Այն վերևից երկրորդը ինչ տառ տենում եք։ Որը։ Այն վերևից երկրորդը։ Իսկ դու որտեղ ես բժիշկ։ Բժիշկ։ Ինչ եղավ ես։ Բժիշկ որտեղ ես։ Ինչ եղավ ես բա։ Բժիշկ, որտեղ ես։